3 թեկնածուներ ներկայացվել են կառավարության քննարկմանը եւ ես բոլոր թեկնածուների հետ 2 փուլով ունեցել եմ հանդիպում եւ ունեցել եմ քննարկումներ եւ քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Արթուր Նահապետյանի թեկնածությունը ներկայացնել կառավարության հաստատմանը եւ ընդ որում ուզում եմ արձանագրել, որ այս եզրահանգումը ինչ որ առումով համընկել է նաեւ Մրցութային հանձնաժողովի եզրահանգման հետ, որովհետեւ պարոն Նահապետյանը թե բարեփոխության միավորով, թե ընդհանուր միավորների հանրագումարով առավելագույն թվերն է հավաքել եւ այդ առումով կարծում եմ, որ սա էլ կարեւոր փաստ է արձանագրելու համար։ Պիտի ընդգծեմ նաեւ, որ կրկին ուզում եմ գոհունակությունս արտահայտել եւ շնորհակալություն հայտնել մրցույթի մյուս մասնակիցներին, մասնավորապես ՇՄ հաղթահարած մասնակիցներին, նրանցից Պետրոս Մարտիրոսյանը այս դահլիճում է եւ զբաղեցնում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը եւ այսինքն գործունեությամբ ներգրավված է կառավարման համակարգում, նաեւ Գևորգ Քոչարյանը, ով թեկնածուներից մյուսն է, նշանակվել է արտարադատության նախարարի տեղակալ, այսինքն ըստ էության նույնպես այսպիսով ներգրավում է պետական կառավարման համակարգում, իսկ այս փուլում մենք պարոն Նահապետյանին առաջադրում ենք որպեսզի ղեկավարի հակակոռուպցիոն կոմիտեն, խնդրեմ պարոն Նահապետյանին չունեք ասելու կառավարությանը, համեցեք, նստեք։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ։ Իմ թեկնածությունը առաջադրել եւ հաստատել ինձ համար մեծ պատիվ է եւ պատասխանատվություն։ Վստահեցնում եմ, որ կորցադրելու եմ առավելագույն ջանք հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ առումով փորձելու եմ ավելի ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունը, անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ մեր պայքարը եւ դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Մեկ անգամ եւս շնորհակալություն բարձր վստահության համար։